Ողջույն ընկերներ, այս հոլովակում ձեզ համար կներկայացնեմ արևի խավարման մասին, որը տեղի կունենա 2026 թվականի օգոստոսի 12-ին առյուծ նշանի 20 աստիճանում։ Արևի խավարումը տեղի ունենում նորալուսնի ժամանակ, բայց նույն նորալուսնի էներգիան է, բայց ավելի ուժեղ է էներգիան եւ նորալուսինը 2 շաբաթ է իր էներգիան ունենում, իսկ արևի խավարման ժամանակ այդ էներգիան այնքան հզոր է լինում, որ պլյուս-մինուս 3 ամիս կարող ենք զգալ այդ փոփոխությունները։ Այս հոլովակի ընթացքում կասեմ յուրաքանչյուր նշանի համար, թե որ տանն է լինելու խավարումը, ինչ նոր էներգիա է գալու ձեր կյանք, թե որ ոլորտում է լինելու այդ էներգիան եւ կնշեմ, որ օրերի ծնվածները եւ ասցենդենտի որ աստիճանները բոլորից շատ կզգան այս փոփոխությունները։ Ինչպես նշեցի, արևի խավարումը լինում է նորալուսնին, դա նույն նորալուսնի էներգիան է։ Եվ այսօրվանից սկսած, սիրելի ընկերներ, մենք գտնվելու ենք խավարումների միջանցքում, այսինքն հաջորդ խավարումը կլինի ամսի 27-ին եւ այսինքն ամսի 12-ից սկսած մինչեւ ամսի 27-ը խավարումների միջանցքում են գտնվելու։ Այս ժամանակահատվածում զգուշ եղեք, որպեսզի սխալ չգործեք, քանի որ դրանք կարծես ճակատագրական կլինեն ձեզ համար։ Նոր գործեր սկսել ցանկալի չէ, լավ կլինի մտածեք, ամեն ինչ ծանոթ թեթև անեք, այնուհետև նոր անցնեք ձեր գործին։ Խավարման միջանցքը համարվում է ճակատագրական, քանի որ այս ժամանակահատվածում ինչ-որ չպլանավորված անսպասելի իրավիճակներ կարող են լինել։ Հիմնականում փոփոխություններ են լինում կապված ամուսնության, ամուսնալուծության, երեխայի ծննդի, տեղափոխության, բիզնեսի նման ինչ-որ հարցերի շուրջ։ Կարծես նոր ցիկլ է բերում արևի խավարումը մարդկանց կյանք։ Քանի որ լինելու է առյուծ նշանում, բնականաբար ամենից շատ այս փոփոխությունը ազդեցությունը զգալու են առյուծ նշանի ներքո ծնվածները, ջրհոս նշանի ներքո ծնվածները, դա իրենց դիմացի նշանն է, հա, եւ այն նշանները, ում հետ առյուծը 90 աստիճան է կազմում, այսինքն ցուլ եւ կարիճ նշանները, այսինքն, հա, առյուծ, ջրհոս, ցուլ, կարիճ նշանները 20 աստիճանում են, եթե ասցենդենտը ձեր գտնվում, ապա դուք բոլորից շատ եք զգալու եւ բոլորից շատ կզգան այն առյուծները, ջրհոսները, ցուլերը ու կարիճները, ովքեր ծնվել են օգոստոսի 11-ից 13 ընկած ժամանակահատվածում, մայիսի 11-ից 13 ընկած ժամանակահատվածում, նոյեմբերի 11-ից 13 ընկած ժամանակահատվածում եւ փետրվարի 11-ից 13 ընկած ժամանակահատվածում։ Եթե այս օրերին է սիրելի ընկերներ ձեր ծնունդը, ապա այս խավարումը բոլորից շատ դուք եք զգալու ձեր կյանքում։ Իհարկե բոլորը կզգան, բայց կարծես դուք ավելի հստակ եւ պարզ կտեսնեք այդ ամենը։ Այս հոլովակը եւ առհասարակ հորոսկոպը նայելիս միշտ նայեք երկու նշանով ամենակիչը, դա արևի նշանն է եւ ասցենդենտի նշանն է։ Արևի նշանը դա մեր իմացած հորոսկոպի նշանն է, իսկ ասցենդենտի նշանը պայմանավորված է լինում ծննդյան տվյալներով, այսինքն օր, ամիս, տարի, քաղաք եւ անպայման ծննդյան ժամ։ Քանի որ հենց ծննդյան ժամն է որոշում, թե որտեղից է սկսվելու ձեր առաջին տունը, ձեր հորոսկոպը, հա։ Բնականաբար ավելի շատ դուք այդ նշանին եք նման լինելու եւ եթե նայեք ասցենդենտի նշանով հորոսկոպը կհասկանաք, որ ձեզ համար ավելի ճիշտ է, քան արևի նշանը։ Այսպիսով անցնենք եւ հերթականությամբ ներկայացնեմ, թե ինչ փոփոխություններ կբերի նորալուսինը, սիրելի ընկերներ։ Սկսեմ երևի թե առաջին առյուծներից, քանի որ առյուծների առաջին տանն է լինելու, իսկ առաջին տունը կարծես իր մեջ է ներառում բոլոր 12 տներից մի քիչ, այսինքն բոլոր ոլորտներում կարող են սիրելի առյուծներ սպասվել ձեզ փոփոխություններ, հատկապես եթե ասցենդենտով առյուծ եք, ասցենդենտը գտնվում է առյուծի 19-20-21 աստիճանում, կամ եթե ծնվել եք օգոստոսի 11-ից 13 ընկած ժամանակահատվածում, բոլորից շատ դուք եք զգալու այս փոփոխությունները, այսինքն առաջին տուն, հա, գուցե ամուսնանաք, գուցե ամուսնալուծվեք, գուցե որոշեք փոխել ձեր արտաքինը, շատերի մոտ ցանկություն կառաջանա փոխելու արտաքինը, սանրվածքը, մազերի գույնը, նոր ծանոթություններ կարող են լինել, դուք կարծես այլ կերպ հարության մեջ ձեզ ցույց կտաք։ Հաջորդ նշանը կույսն է։ Սիրելի կույսեր, այս խավարումը տեղի կունենա ձեր 12-րդ տանը, իսկ 12-րդ տունը դա ամենության տունն է, գուցե ցանկություն առաջանա ձեզ մոտ մեկ ուսանալու, մեկնելու հանգստի, գնալու գուցե հոգեբանի մոտ, նման հարցեր եւս կարող են լինել։ Եթե անհատական ծննդյան քարտեզում բացասական դիրքավորումներ գոյություն ունեն, ապա հնարավոր է օրինակ գնաք հիվանդանոց, առողջարան, առողջության հետ կապված հարցեր առաջանան։ Իհարկե սա բոլորին չի վերաբերվում, ծննդյան քարտեզով է պայմանավորված անհատական, բայց նման հարցեր եւս հա կարող են լինել։ Հաջորդ նշանը, այսինքն հնարավոր է նման ինչ-որ հարցի նոր սկիզբ դրվի, հա։ Այնպես որ եթե ինչ-որ առողջական խնդիրներ լինեն, սիրելի ընկերներ, սիրելի կույսեր, ապա անպայման միանգամից դիմեք բժշկի։
Իհարկե այս խավարումը հնարավոր է շատերին բերի նոր միտք, օրինակ մեկնելու արտերկիր բնակության, շատերը գուցե որոշեն փոխել իրենց բնակության վայրը, մեկնել արտերկիր, նման հարցեր եւս կարող են լինել։ Ոմանք գուցե օրինակ, եթե բժիշկ եք, հնարավոր է որոշեք բացել օրինակ բժշկական կլինիկա, նման հարցեր եւս կարող են լինել, երբ խավարումը 12-րդ տանն է գտնվում։ Հաջորդ նշանը կշեռքն է։ Սիրելի կշեռքներ, ձեր 11-րդ տանն է գտնվելու այս խավարումը։ Բերելով փոփոխություններ ձեր շրջապատի, ձեր երազանքների հետ, այն ամեն ինչը կապված է օնլայն հարթակի հետ, այստեղ հնարավոր է նոր գործունեություն սկսեք օնլայն հարթակում, նոր խմբակի հաճախեք, նոր կոլեգա ունենաք, նոր ինչ-որ շփում լինի, նոր ընկեր կամ ընկերուհի ունենաք, այստեղ խոսքը գաղափարակցի մասին է, հա։ Նոր երազանքներ գուցե լինեն, կա շատ հնարավոր է ձեր երազանքը շատ հետաքրքիր ձևով իրականանա, որին երկար եք սպասել։ Հաջորդ նշանը կարիճն է։ Սիրելի կարիճներ, այս խավարումը տեղի կունենա ձեր 10-րդ տանը, ինչպես նշեցի, հա, դուք եւս բոլորից շատ զգալու եք այս փոփոխությունները, հատկապես նրանք, ովքեր ասցենդենտով կարիճ են, ասցենդենտը գտնվում է կարիճի 19-ից 21 աստիճանում, կամ ովքեր ծնվել են նոյեմբերի 11-ից 13 հնկատ ժամանակահատվածում։ Եթե այս օրերին է ձեր ծնունդը, ապա անպայման ձեր կյանքում փոփոխություն է սպասվում եւ նոր սկիզբ է սպասվում։ Նոր կարիերա կարող է լինել, նոր աշխատանքի վայր, նոր մասնագիտություն, ուշադրության կենտրոնում կլինի ձեր բիզնեսը, կարիերան, հա, նոր նպատակներ գուցե ունենաք, հնարավոր է ոմանք որոշեն իրենց գործունեությունը ամբողջապես փոխեն։ Իհարկե 10-րդ տունը քանի որ ստատուս է, հա, նոր պաշտոն գուցե ունենաք, նոր գուցե ամուսնանաք, գնաք ԶԱԳՍ, դա եւս հա պաշտոնի փոփոխություն է համարվում, ամուսնալուծությունը իհարկե եւս համարվում է պաշտոնի փոփոխություն։ Դա արդեն ծննդյան քարտեզով պայմանավորված կլինի յուրաքանչյուրիդ համար։ Աղեղնավորներ, այս խավարումը տեղի ունենալու ձեր 9-րդ տանը եւ նորություն է բերելու կապված բարձրագույն կրթության հետ եւ այն ամենի հետ, ինչը կապված է արտասահմանի հետ։ Այսինքն հնարավոր է նոր վիզա, նոր երկիր գնաք ճամփորդելու, նոր բիզնես գուցե ունենաք արտասահմանի հետ կապված, գուցե նոր ծանոթություն արտասահմանցու հետ, ոմանք սկսեն հետաքրքրվել այլ մշակույթներով։ Հնարավոր է նաև հանդիպեք ձեր ապագա ամուսնում կամ կնոջը արտասահմանում կամ ձեր բարձրագույն կրթության բնագավառում, հա, այդ բարձրագույն կրթության հաստատությունում։ Հաջորդ նշանը այծեղջյուրն է, սիրելի այծեղջյուրներ, խավարումը տեղի ունենալու ձեր 8-րդ տանը։ 8-րդ տունը դա այն կապված է գումարների հետ, որոնք մենք չենք աշխատել։ Այսինքն ձեր ամուսնու կամ կնոջ գումարները, ընտանեկան բյուջեն, ոմանք սկսեն այս ժամանակահատվածում մտածել վարկ վերցնելու հետ կապված, շատերին այս խավարումը կբերի նոր վարկ։ Հնարավոր է շտրաֆ լինի, այնպես որ հատկապես այս օրերին զգույշ եղեք սիրելի ընկերներ։ Եվ ոչ միայն այս օրերին, այլ նաև 1 ամիս հետո, 2 ամիս հետո այս օրերին, հա, այսինքն հաջորդ ամսվա սեպտեմբերի 12-ին, հոկտեմբերի 12-ին, մի 2 օր առաջ հետո միշտ նկատի ունեցաք նման ինչ-որ հարցեր կարող են լինել եւ զգույշ եղեք, որ այդ օրերին չհայտնվեք վտանգավոր իրավիճակներում։ Հաջորդ նշանը ջրհոսն է։ Սիրելի ջրհոսներ, խավարումը տեղի կունենա ձեր 7-րդ տանը, ձեր դիմացի նշանում եւ կբերի նորություն կապված ձեր փոխհարաբերությունների հետ։ Հնարավոր է նոր գործընկեր ունենաք, նոր պայմանագիր ինչ-որ ստորագրվի, նոր հաճախորդներ, ինչպես նաև հնարավոր է նոր ամուսին, հա, նոր կին, նման ինչ-որ հարցեր եւս կարող են լինել։ Իհարկե նաև սա բոլորին չի վերաբերվում, բայց հնարավոր է դատական գործընթաց սկսվի այս ժամանակահատվածում, այս խավարումը կարող է նաև դա բերել։ Ձկներ, խավարումը տեղի կունենա ձեր 6-րդ տանը եւ ուշադրության կենտրոնում կլինի ձեր առողջությունը, ձեր աշխատանքը, կենցաղը։ Ինչ-որ փոփոխություններ կլինեն, հա, ոմանք գուցե որոշեն ընտանիք կենդանի ունենալ, նոր աշխատանքի անցնել, նոր ինչ-որ կենցաղի հետ կապված փոփոխություններ մտցնել, նոր աշխատանքային պայմանագիր ստորագրել եւ այլն։ Խոյեր, խավարումը տեղի կունենա ձեր 5-րդ տանը եւ նորություն կբերի կապված ձեր երեխաների հետ, այսինքն հնարավոր է իմանաք, որ բալիկի եք սպասում երեխա ծնվի կամ ձեր երեխաների կյանքում ինչ-որ նոր փոփոխություններ լինեն, նորություն մտնի նրանց կյանք։ Ոմանց կբերի նոր սիրահարվածություն, նոր սիրավեպ, ինչպես նաև հնարավոր է նոր հոբի։ Հաջորդ նշանը ցուլն է, սիրելի ցուլեր, խավարումը տեղի ունենալու ձեր 4-րդ տանը։ Եվ բոլորից շատ կրկին դուք կզգաք այս փոփոխությունը, ովքեր ասցենդենտով են ցուլ, ասցենդենտը գտնվում է 19, 20 կամ 21 աստիճանում, կամ ովքեր ծնվել են մայիսի 11-ից 13 հնկատ ժամանակահատվածում։ Դուք բոլորից շատ եք զգալու այս խավարման ազդեցությունը։
Իհարկե, գուցե արդեն զգացել եք 3 ամիս առաջ, կամ պետք է զգաք 3 ամիս հետո, նման ինչ-որ իրավիճակներ միշտ նկատի ունեցեք։ 4-րդ տունը դա այն ամենն է, ինչը կապված է մեր բնակության վայրի հետ, մեր ընտանիքի հետ, անշարժ գույքի հետ, այսինքն նոր անշարժ գույք հնարավոր է ձեռք բերեք, նոր ընտանիքի անդամ գուցե ունենաք, տան հետ կապված ինչ-որ փոփոխություններ հնարավոր է մտցնեք։ Երկվորյակներ։ Խավարումը տեղի է ունենալու ձեր 3-րդ տանը, 3-րդ տունը իրենից ներկայացնում է ուսումը, այսինքն գուցե գնաք նոր ուսման, քննություններ օրինակ հանձնեք, ճանապարհ գնաք, նոր տրանսպորտային միջոց ձեռք բերեք, կամ գուցե վաճառեք, գուցե ոմանք գնան մեքենա վարելու դասընթացների, նման ինչ-որ հարցեր կարող են լինել։ Խեցգետիններ։ Խավարումը տեղի կունենա ձեր 2-րդ տանը, իսկ 2-րդ տունը դա մեր ֆինանսներն են, այն ֆինանսները, որը մենք աշխատում ենք, մենք ենք ստեղծում։ Այսինքն նոր գուցե ֆինանսական աղբյուր բացվի նոր եկամտի աղբյուր, հա, անսպասելի աշխատանք գուցե, անսպասելի գումար ստանաք, որոշեք օրինակ ինչ որ ձեր իրերից կամ անշարժույթ գուցե վաճառել, որի արդյունքում գումար կստանաք։ Նման հարցեր են ձեզ սպասվում եւ առույցներ սիրելի ընկերներ, ես ձեզ արդեն առաջինը նշեցի, որ ձեր առաջին տանն է գտնվելու եւ մեծ փոփոխություններ հենց ձեզ է բերելու։ Այսքանը սիրելի ընկերներ, կապված այս հաղորդման հետ, այս խավարման հետ, եթե հետաքրքրվում եք անհատական խորհրդատվությամբ, թե տարո քարտերով, թե աստղաբանական, ապա կարող եք ինձ գրել Instagram-յան էջում անձնական նամակով։ Իմ կոնսուլտացիաները on-line են։ Այսքանը, շուտով կհանդիպենք, ցտեսություն։